Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները զարգանում են շատ արագ, իսկ հեռուստասերիալում նկարահանվող դերասաններն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստադիտողները հնարավորություն ունենան իրենց սիրված հեռուստասերիալը դիտեն ժամանակին և իհարկե հաճույք ստանան։ Ի ուրախություն հեռուստադիտողների, Վռամի կյանքին այլևս վտանգ չի սպառնում ու նա կամաց-կամաց ապաքինվում է և վերջապես Սոնան գալիս է, որպեսզի նրան տեսակցի։ Ինչպես երևում է հեռուստասերիալի հերթական սերիայի անոնսից, Վռամի մայրն այդքան էլ ուրախ չէ Սոնային հիվանդասենյակում տեսնելով, բայց դրան հակառակ Վռամն ամեն ինչ անում է, որպեսզի մայրն ուղղակի հեռանա հիվանդասենյակից, որ նա Սոնայի հետ մենակ մնա։ Նարէն այս պահին մնացել է միայնակ, քանի որ Վռամն իր կողքին չէ, իսկ Արմոն ամեն ինչ անում է, որ Նարէն իրեն էլ ավելի վատ զգա։ Նա ասում է, որ Հայկը շատ շուտով հավանաբար կիմանա, որ Նարեի հայրն է իր հորը սպանել, ավելին ամբողջ գյուղով իրենց խայտառակ է արել ու նրանք ստիպված են եղել գյուղից հեռանալ։ Իհարկե Արմոն այսքան շուտ գաղտնիքը չի բացի, քանի որ այդ գաղտնիքը նա որպես խաղաքարտ իր ձեռքին օգտագործելու է դեռ երկար ժամանակ, մինչև ստիպի Նարեին ամուսնանալ իր հետ։ Ինչ եք կարծում, Արմոն էլ ինչ քայլերի է ընդունակ, գրեք ձեր կարծիքները, չմոռանալով բաժանորդագրվել մեր ալիքին։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ, իսկ մենք շատ շուտով ձեզ համար հետաքրքիր անակնկալ ենք պատրաստել և կտեղադրենք մեր ալիքում ու ձեզ համար հետաքրքիր գաղտնիքներ կբացահայտենք։ Գրեք նաև, թե արդյոք Նարեն կամուսնանա Արմոյի հետ, թե ինչ-որ կերպ կհաջողվի նրան խափանել այդ հարսանիքը։ Դե ինչ, իսկ Ելենա Արշակյանը հեռուստադիտողների համար հետաքրքիր անակնկալ է պատրաստել, ինչպես արդեն նշել էինք, նոր հեռուստասերիալը երկուշաբթի օրվանից կլինի ձեր Մեկ թվում է այս պրոպկաները ունեն սկիզբ, բայց չունեն վերջ։ Չնայած դա դրամաբանությունից դուրս են, բայց տեսեք Երևանի պրոպկաները դրամաբանությունից դուրս են։ Երեխեք, մենք վերջապես հանդիպել ենք, բայց աբսուրդն է, որ story անում ենք հանդիպման վերջի վայրկյանների։ Տուն ա բերել ինձ արդեն։ Հա, ու տանդեմը parking եմ գտել։ Պիկ վայրը, բայց parking եմ գտել։ Այո։ Մի խոսքով, լիքը մարդու ականջներ ամռմռացել այսօր։ Ծողիդ ոսկորները լվացել ենք։ Օղ։ Բարի օր, սիրելիներս, հուսամ լավ եք։ Եկել եմ լավ նորություն ասեմ բոլոր այն մարդկանց, ովքեր սպասում էին, որ ATV հեռուստաընկերության եթերում նոր հեռուստասերիալ պետք է սկսի եւ պաշտոնապես հայտարարում եմ։ Շուտով, երկուշաբթի օրվանից, հոկտեմբերի 20-ից եթերում կլինի նոր հեռուստասերիալ։ Մանրամասներն իմանալու համար հետևեք մեր էջերին եւ կիմանաք ինչ սերիալը, ովքեր են զբաղված եւ ինչ Քրիստ։ Նայեք, ATV-ն։ Սիրելիներս մի հատ էլ լավ նոր եմ ասելու, ուրեմն ATV հեռուստաընկերությամբ շատ շուտով սկսում ենք նոր նախագիծ, որտեղ պրոդյուսերներից մեկը իմ լավ ընկերն է, իմ Եղիշն է Սողոմոնյան, ում հետ մենք աշխատում ենք երևի թե 2010 թվականից, Եղիշը որպես պրակտիկանտ օպերատոր էր եկել մեզ մոտ, հետո արդեն դառավ մեր լավագույն օպերատորներից մեկը ու հիմա անչափ ուրախ եմ, որ Եղիշիս նախագիծը շուտով կլինի ATV եթերում, իհարկե այդտեղ իր առանձնահատուկ դերն էլ ունի Վահագն Սիմոնյան ու ես շատ ուրախ եմ, որ կադրում տեսնելու ենք նաև մեր Գուրգենին Սարգսյան ու էլի լիքը սիրված դեմքեր, այնպես որ բաց չթողնեք, հոկտեմբերի 17-ից ATV եթերում շատ հետաքրքիր գժական թույն նախագիծ է գալիս։ Очень уместный факт про меня. Я очень редко отвечаю на сообщения. Я даже иногда забываю перезванивать людей, которые мне звонили. Потому что
У меня очень много работы, у меня очень много дел, и я все забываю, почти все. И мои близкие об этом знают, они понимают, что в моей голове очень много всего, и, может быть, я иногда забываю ответить, перезвонить и так далее. Но я не поняла, о чем идет речь. Если быстрее нужно ответить, можно это написать лично, а не вот так, анонимно. А если анонимно написали, значит, мы не знакомы. Если мы не знакомы и не общаемся, о какой быстроте идет речь? Вообще-то свободно, но я одно не поняла. Почему все анонимные вопросы на русском? У меня русская аудитория, да. Сейчас пойду посмотрю в аналитике. Կիրային փաստը, որ մինչ օրս այս հարցը դեռ հնչում է, հարում եկել ես կիսա անջատած լույսերը տարել են մեր։ Փորձում եմ վերջի ջերմությամբ մազերս հարդարել, որտեղ նկարահանման եմ։ Очень приятен тот факт, что таких сообщений я сегодня получила раз 50, и это очень уместно, потому что у меня были комплексы, я не любила говорить на русском, потому что мне сказали, что у меня есть акцент. И то, что вы такие смс-ки, сообщения пишете мне, как будто я понимаю, что не так уж плохо мой русский. Երեք Սառնարանի հետ մի հատ վիդեո եմ նկարել, չգիտեմ տեղադրեմ թե չէ։ Սառնարանի։ Ստեղ սմայլիկ դրեք, տեսնենք արժի դնել թե չէ։ Քո հետ եմ խոսում, ուր է։ Mən խոսքով ստեղ ռեակցիա դրեք, տեսնեմ արժի դնել այդ Սառնարանի հետի վիդեոն թե չէ։ Сайт։ No, ռիլ գցեմ։ Story ասեմ գցես թե չէ։